Ես կարծում եմ, որ անտրամաբանական է, կեղծավոր է եւ ընդհանրապես աբսուրդի ժանրից է, երբ որ ինչ-որ մի հայ ապրում է Հայաստանից դուրս ու աջակցում է Նիկոլին։ Ասենք, այդպիսի հայեր շատ եմ հանդիպել։ Նախկիների ժամանակ գնացել են Հայաստանից, դուրս են եկել, նախկիները վատն էին, հիմա 8 տարի Նիկոլի ղեկավարությունն է, սրանք ջերմեռանդորեն աջակցում են Նիկոլին, բայց դրսից։ Օրինակ, այս վերջերս հանգամանքները կարևոր չեն։ Մի հատ Հոլանդից կին հանդիպեց ինձ, քանի որ ես իմ քաղաքական եւ իմ դիրքորոշումը երբեք էլ չեմ թաքցնում։ Ես շատ պարզ արտահայտվեցի, որ ես գտնում եմ, որ այս իշխանությունը թուրքական գործակալության կողմից դրված իշխանություն է ու ծառայում է ոչ Հայաստանի, ոչ հայ ազգին, այլ Ադրբեջանի, Թուրքիային։ Այս կինը թռավ դեմքից, էլի նույն ռետորիկան, թե բա նախկինները թալանել են, նախկիններն են մեղավոր ամեն ինչում, Նիկոլը եկավ, Հայաստանը փրկեց, Հայաստանը զարգացրեց, նախկինները գողանում էին, նախկինները թալանում էին, սրանք չեն գողանում, սրանք չեն թալանում, ասենք, այս կինը 5000 երեխու գլուխ ուտելը կամ Հայաստանի 1/3-ը Ադրբեջանին հանձնելը, տալը, կամ հայկական հողերը, ասենք, բերել հայկական հողերում Թուրքի զորքին նստացնելը, սա չի համարում Հայաստանը թալանել։ Սա չի համարում, որ Հայաստանը կողոպտել են։ Այսինքն, երբ որ փող են գողացել բյուջեից, այսպես ասած, փող են օգտագործել, բյուջեի փողերն են օգտագործել, դա համարում են թալան։ Բայց բարոյական, որ հային բարոյազրկեց Նիկոլը, հայ ազգին սննկացրեց 5000 երիտասարդով, որոնք որ պետքա սերունդ տային, բազմանային, շատանային, որ Արցախը եւ 7 շրջանները տվեց եւ ադրբեջանցի զորքերի բերեց նստացրեց Հայաստանի սուվերեն տարածքում, որ հակահայկական ռետորիկա է տանում, այն ինչպես որ ադրբեջանցիներն ու թուրքերն են, ասենք, մեր հանդեպ, մեր դեմ խոսում, նույն բաները Նիկոլն է խոսում։ Այս հայերը, այս հայ կոչվածները չեն համարում սա թալան։ Ասենք, եթե փող են թալանել, դա թալան է, բայց եթե նման բաներ ասենք, թալանված, հայ ժողովուրդը կողոպտված է, ոչ թե թալանված է, քցված է ընդհանրապես Նիկոլի կողմից, դավաճանված է, մի ամբողջ ազգ ու մի ամբողջ երկիր, սրանք այդքանը չեն հասկանում, ու դրսից աջակցում են Նիկոլ։ Ասենք, եթե այդքան լավն է Նիկոլը, ինչի՞ ձեր վեժերը չեք հավաքում, գնաք Նիկոլի այդ զարգացրած երկրում ապրեք, օգնեք բարելավել, փրկել, օգնեք փրկել Հայաստանը։ Ես հայ գիտեմ, որ Անդամալուծի Սալակի վրա է ապրում, Գերմանիայում, ուրիշ քաղաքում է ապրում, եւ ես շատ տարիներ առաջ, հիմա էլ առաջարկել եմ, որ գա իմ հիվանդանոցում, որտեղ որ ես եմ աշխատում, ես հենց իր խնդիրների մասնագետն եմ։ Ես օրթոպեդ եմ, ես իրան առաջարկեցի, որ գա ինքը իմ հիվանդանոցում բուժվի եւ ես ինքս իրեն բուժեմ, ոտքի կանգնացնեմ։ Տղամարդ է, բավականին երիտասարդ է, ծեր չի։ Չէ, այդ մարդը գերադասեց մնալ ուրիշ քաղաքում, սիմուլյացիա անել, պլյուս իր հիվանդության հետ, միայն թե մնա Գերմանիայում։ Ամեն հնարք օգտագործում են, որ մնան դրսերը, բայց նման մարդը, այս մարդը, ում մասին որ խոսում եմ, աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Բա լավ, Նիկոլին, որ աջակցում եք, ինչու չեք վերադառնում Հայաստան։ Հիմա բժշկությունը ձրի է սարքել, ասում եք, եւ այլն, գնացեք, օգտվեք այդ ամեն ինչից։ Այդ բարիքներից, որ բերել է Նիկոլը, գնացեք, օգտվեք։ Ինչ եք հերվից սիրում, հերվից աջակցում։ Օրինակ, եթե ես աջակցեի այս իշխանություններին, եթե ինձ դուր գայ իրանց վարած քաղաքականությունը, ես հետ կվերադառնայի Հայաստան։ Այլապես դուք ոչ տրամաբանություն ունեք, ոչ լոգիկա ունեք, ոչ, չգիտեմ, սա կեղծավորության ծայրաստիճան դրսևորում է, որ դրսից սիրում են աջակցում են Նիկոլ։